որ շատ եք դուք խոսում, էլի։ Սա վերածվում է բարդակի։ Համա նախագահողներ, մեկը նախագահում է արտահերթ ելույթի իրավունք ունենում, հետո գնում է երրորդն է նախագահում, երկրորդն է նախագահում էլի արտահերթ ելույթի իրավունք անում։ Ալեն Սիմոնյան հետարքիրակը հասցնի գա, մնացել է 37 րոպե, մի հատ էլ ինքը գա արտահերթ ելույթ ունենա, հրաշք, խորհրդարանականության պարլամենտարիզմի գագաթնակետ, եւ այս մարդիկ խոսում են կարգ ու կանոնից։ Հրաշք։ Ես սպասում եմ, երբ կմիջամտեք, երբ լռության կկանչեք։ Տեսա։ Ուրեմն ինչա հա իդեպ քլը չէ ոնց է պարոն Ռուբինյան։ Լավ է, չէ, հա, լավ է Ալեն Սիմոնյանը չկա, իր այդ դափնիները պրճոկում նստում եք ձեր բուրշի մեջ, ցույց տալով թե էլ ով ավելի կարող է այս ամբիոնը եւ այս երկու լուսափողներն օգտագործել ՔՊ-ական ժողովի վերածելու ազգային ժողովը, բայց սա տենց չի, սա ազգային ժողով է։ Եվ նախագահողները կոչված են նախագահելու եւ կարգը պահպանելու, այլ ոչ թե իրանց կուսակցության նարատիվներն առաջ տանելու եւ ցինիզմով մրցելու ստեղ։ Ասում եմ, տեսեք, դուք ստեղ ելույթի իրավունք ունեք։ Հա հետո կարող է վաղնել ասեք, գիտեք, թույլ ենք տալի նստել եւ ընդհանրապես իրավունք ունեք ապրելու։ Սա բացայտ սպառնալիք է։ Ասում են, այն ժամանակ մեր լավ, ինչևէ Զելի այնակիցներ, ասում են ճգնաժամ չկա, մի հատ էլ գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ թե չկա։ Հələ մի հատ բյուջեի նախագիծը կարդացեք, տեսեք, կա ճգնաժամ թե չէ եւ այս իշխանությունները, որոնք խոստացել էին Հայաստանը դարձնել սիլիցիումային հովիտ, սիլիկոնյանը մի քիչ այլ ձև է հնչում, տեսեք ինչի վրա են հույսը դրել։ Հələ մի հատ տեսեք Ադրբեջանի եւ Հայաստան վերջը հասկացան, միջանցքա կա թե չկա եւ ինչ են թուրքերն արհամարում եւ էլի միջանց տնանում։ Եվ այս պայմաններում իշխանություններին պետք է շոու սարքել։ Մերկապարանոց դատարկ շոու սարքել, վախեցնել բոլորին։ Խնդրեմ, պարոն Արշակյան։